Բարև ձեզ, եթերում պատմության դասերն են։ Եթե հետևել եք մեր թողարկումներին, ապա վստահաբար գիտեք, որ նախորդ մեր հաղորդումները նվիրված են եղել հերոսներին, կամ պարզելուն, թե այն մարդիկ, այն կերպարները գրականությունից, պատմությունից, ում մենք հերոս ենք համարել, որքանով են համապատասխանում այդ տիտղոսին։ Եվ պատահական չէ, որ այս անգամ մենք որոշեցինք անդրադառնալ ընդհանրապես, ովքեր են հայերի հերոսները թեմային։ Թույլ տվեք մինչև քննարկումը սկսելը ներկայացնել այսօրվա մեր հյուրերին, ում հետ էլ մենք կքննարկենք թեման։ Կարինե Նալչաջյան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Շնորհակալ եմ շատ Տիկին Նալչաջյան։ Դավիթ Գասպարյան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Շնորհակալություն, պարոն Գասպարյան։ Վահրամ Թոքմաջյան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դասավանդող, շնորհակալություն, եւ Շիրակ Թորոսյան, ազգային ժողովի պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու։ Շնորհակալ եմ ձեզ ևս։ Ինչպես մեր ձևաչափն է պահանջում, մինչև քննարկումը մի փոքր տեսանյութ, որ պարզ կդարձնի, թե հատկապես ինչի մասին ենք մենք խոսելու եւ ինչու ենք կարևորել այս թեման։ Խնդրեմ։ Ովքեր են մեր հերոսները։ Ում ենք մենք ընդօրինակում։ Պատմությունն ու գրականությունը մեր օրեր շատ անուններ են հասցրել։ Բայց նրանցից քանիսն են իրական։ Քանիսին են պարզապես քաղաքական նպատակներով հերոսացրել ու արդյոք մեր օրեր որպես հակահերոսներ հասած պատմական դեմքերը իսկապես հակահերոսներ էին։ Օրինակ Տիգրան Մեծ, հերոս էր։ Նա ազատարար է թե նվաճող։ Առ այսօր արկա է Վարդան Մամիկոնյան Վասակսյունի դիլեման։ Նրանցից ում որոշումներ պետականության վերականգնման համար առավել ընդունելի։ 7-ից 9-րդ դար էր հակաարաբական ապստամբությունների շրջան, երբ Սասնածռեր էպոսը ձևավորվեց։ Արդյոք Դավիթն էր հայ ժողովրդի հավաքական կերպարը։ Ինչու փոքր մհերը այդպես ավարտեց Սասնատունը։ Ռաֆու Սամվել Վեպը այսօր էլ դպրոցներում կարդում են որպես հայրենասիրության դաս։ Արդյոք այն մարդը, ով ունակ է սպանել իր ծնողներին, հայրենասեր կարող է լինել։ Չափազանց նուրբ է այն սահմանագիծը, որ հայ հայդուկներին բաժանում է ազգային հերոսի ու ահաբեկչի կամ մեկ ուրիշ ազգի համար դահճի կարգավիճակից։ Գաղտնիք չէ, որ 1920-30-ական թվականներին խորհրդահայ գրականությանը պարտադրվեց սոցիալիստական ռեալիզմը, որն արդեն գրողներից էր պահանջում փառաբանել խորհրդային իրականությունն ու այն հերոսներին, ովքեր ձեռնտու էին։ Ստալինի անձի պաշտամունքի ձևավորումը խաթարեց հայ գրականության զարգացումը։ Սոցրեալիզմի դիրքերից անկախ ստեղծագործողները Չարենց, Բակունց, Թոթովենց եւ այլք դարձան բռնությունների զոհ, իսկ Ռաֆու եւ Պատկանյանի ստեղծագործությունները որակվեցին որպես ծայրահեղական, ազգայնական եւ երկար ժամանակ լույս չէին տեսնում։ Խորհրդային իշխանության տարիներին ստվերվեց ազգային հերոսի Գարեգին Նժդեհի գնահատումը։ Էլ չասենք, որ 1920-ից 30-ական թվականներին ստալինյան բռնություններին զոհ գնացին հայ զինվորականության կարկառուն դեմքերը։ Նորագույն ժամանակները նոր հերոսներ կերտեցին։ Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսների կողքին հիմա արդեն ուրիշ անուններ են։ Անուններ, որ Արցախյան առաջին ու վերջին ապրիլյան պատերազմից հետո հերոսացան։ Գիտակցելով դա, թե ոչ, արդեն էական չէ։ Ինչպես արդեն ինքներդ էլ հասկացաք, սա շատ փոքր մասն էր թե թվարկումների, թե ընդհանրապես այն կերպարների, որ մեզ պատմությունից տեղ են հասել։ Ընդհանրապես, թերևս խոսենք պատմությունից նախ եւ առաջ, պարոն Թորոսյան, ինչպես են հերոսացվում պատմական կերպարները։ Գաղտնիք չէ, որ նախկինում հիմնականում եկեղեցին է կամ եկեղեցական գործիչներն են որոշել հերոսացնել կամ հակահերոս սարքել պատմական այս կամ այն կերպարները։ Պատմական կերպարները հերոսացվում են ըստ իրենց արած գործերի։ Սա միանշանակ է։ Եվ եթե արհեստական հերոսացումներ են լինում կամ հակահերոսացումներ, դրանք ժամանակի ընթացքում մաքրվում են։ Բերենք բազմաթիվ օրինակներ։ Օրինակ, Պապ Թագավոր։ Եթե հայ առաքելական եկեղեցին ելնելով ինչ-ինչ խնդիրներից Պապին համարում էր խելագար, դավաճան եւ այլն, բայց պատմության մեջ նրա կատարած գործերը ավելի ազնիվ ու արդար գնահատական են գտել, օրինակ, ասենք, հունահռոմեական պատմագրության մեջ։ Եվ ի վերջո ժամանակը մաքրել է ամեն ինչ եւ մենք ունենք իսկապես կայտառ, ուժեղ, հզոր, հայրենասեր իշխողի կերպար Պապ Թագավոր։ Տիգրան Մեծին տեսանյութում խոսում այն մասին, նա հերոս է թե նվաճող։ Գիտեք, ես համարում եմ, որ ընդհանրապես այդ թեման պետք չէ քննարկել։ Տիգրան Մեծը համաշխարհային կերպար է նախ եւ առաջ, սկսենք այդտեղից։ Նա այնքան հզոր կերպար է, որ հին աշխարհի պատմության կարկառուն դեմքերից մեկն է եւ յուրաքանչյուր ժողովուրդ հպարտ կլիներ Տիգրան Մեծ ունենալով։ Իսկ մենք փորձում ենք մտածել նա նվաճող է թե ոչ։ Եթե անգամ նվաճող է, ապա նա
ազատարար նվաճող էր։ Նա ազատում էր ժողովուրդներին այս կամ այն լծից եւ այդ ժողովուրդները դարբասները կրնկի վրա բացում էին Տիգրան Մեծի բանակների առջև։ Եվ Տիգրան Մեծը ազատարար լինելով ու ազատելով բազմաթիվ ժողովուրդների այլոց լծից շատ կարճ ժամանակ է տիրապետել այդ ժողովուրդներին, որպես այսպես ասենք, եթե նվաճող հայկական լուծ, հա, այսպեսի ճակերտավոր եզրույթներ օգտագործենք։ Միապետություն էր տվյալ ժամանակում։ Բոլոր դեպքերում դա ժամանակի պահանջն էր եւ ժամանակի իրողությունն էր եւ սխալ է այդպեսի գնահատականներ տալը։ Վարդանի վասակի սինդրոմից ենք խոսում։ Գիտեք, ճիշտ է, Վարդանը կարելի է համարել Վարդան Մամիկոնյանի կերպարը որպես գրականությունից ինչ որտեղ անգամ ճակերտավոր, եթե ասենք, պարտադրված հերոս, բայց գիտեք, նա դրական աուրա ունի, դրական երևույթ է մեր մեջ եւ նա դաստիարակող կերպար է, հայրենասերի կերպար է, անգամ ճիշտ է նեղ պատմագրության մեջ մենք բազմաթիվ վերլուծություններ են եղել, զրույցներ, ուսումնասիրություններ եւ գիտենք, որ այո, կա այդ սինդրոմը, վասակի հետ այդ խնդիրը, արդյոք մեկն էր հայրենասեր, թե մյուսը կամ որն էր ավելի հայրենասեր, գիտեք, դա իմ կարծիքով սխալ մեկնաբանություն է։ Ամփոփելով պետք է նշեմ, որ յուրաքանչյուր ժամանակ իր հերոսն է առաջ բերում։ Հերոսը ընդհանրապես ժամանակի պահանջ է եւ հերոսը հասարակության պահանջն է։ Հասարակություն սիրում է հերոսներ։ Այլ բան, որ այդ հերոսը ինչքան կդիմակայի ժամանակի փորձությանը, նա կդառնա այդ ժողովրդի հանրության կամ ընդհանրապես համաշխարհային մակարդակով մշտապես հերոս, թե ինչ որ մի ժամանակի ընթացքում այն մոռացության կտրվի։ Այո, խորհրդային շրջանում ով էր հերոսը։ Նաիրի Զարյանի Հացավան վեպի կոլխոզի նախագահն էր հերոսը։ Այդ պահին ով կարող էր ասել, որ նա հերոս չի։ Նա տիպ էր, նա կերպար էր, նա ընդօրինակելի անձնավորություն էր եւ բոլորը դա միանշանակ ընկալում էին, անգամ եթե սոցիալիստական ռեալիզմն էր դա պարտադրում։ Այլ հարց է, թե նույն այդ հերոսի կերպարը ինչպես է ազդում հասարակության վրա ու հասարակությանը կրթելու եւ նրան ընդօրինակելու խնդրի վրա։ Գանք գրականությանը, այո, պարոն Գասպարյան, ասում են, որ հատկապես գրականությունն է, որ ստեղծում է այդ կերպարները ու հատկապես գրական գործերում ընդգծված հերոսներից է, որ հասարակությունը ազդվում է, սերունդը ազդվում է, ի վերջո դպրոցում են դա դասավանդում են բուհերում, արդյոք խորհրդային ժամանակաշրջանի գրականությունը չի խաթարել հայ ազգի իրական հերոսի կերպարը։ Ինչ ունենք մենք։ Պատմությունը ծնում է հերոսներ։ Գրականությունը կերպավորում է հերոսներին, դպրոց, կրթություն, լայն միջավայր։ Մեր գրականությունը, այ շատ որ հետ չգնանք, Աբովյանից սկսած, որդեգրեց մի գիծ հայապահպանման, հայրենակերտման եւ գործող հերոսների այսպես շարք ստեղծելու մի ուղղվածություն ձեռք բերեց։ Այդ հերոսները երբեմն իրական էին, երբեմն շատ այսպես գաղափարապաշտ հերոսներ էին, ռոմանտիկ հերոսներ, որոնք պետք է իրականացնեին հեղինակների գեղարվեստական ծրագրերը եւ դրանք մտնեին կյանք։ Այդպես էլ եղավ։ Աղասի, Ռաֆո հերոսները, Սամվելը, Խենթը, Դավիթ Բեկը, Կայծերի հերոսները, Մուրացյանի հերոսները, Ծերենցի հերոսները, սա մի գիծ էր, որ երկիր չկար, պետություն չկար, հայ ժողովուրդը այսպես թուրքական ազդեցությունների տակ կորած, այսպես գաղափարապես մարած էր։ Եվ այս իրականության մեջ ժողովրդին վերադարձնել իր գաղափարական պահանջներին, իր հայրենիքին, իր լեզվին, շատ ծանր բաներ են կատարում։ Եվ այն, ինչ արեց գրականությունը այդ շրջանում, դա վիթխարի է, դա անուրանալի դեր ունի մեր այսօրվա գոյության մեջ անգամ։ Որովհետև այսպես եկանք եւ գրողը դարձավ հայրենիքի տեր, հայրենիքի պաշտպան, հայրենիքի պահապան։ Հիշեք Հովհաննես Թումանյանին դաժանագույն տարիներին 16 թվականին գիրք հրատարակեց բանաստեղծությունների եւ վերնագիրն ինչ դրեց հայրենիքիս հետ ճշգրիտ կտավ վերնագիրը ամբողջ ընտանիքով Էջմիածնի պատերի տակ էր կամ այստեղ կամ այնտեղ հայրենիքի հոգսերով էր ապրում կերտեց հերոսներ եւ այդ հերոսները պարտադիր չի անպայման պատմական հերոսներ լինեին Վահան Տերյանը Վահան Տերյանի Երկիրն այրի շարքը
երբեմն այդ հերոս հասկացության մեջ, եթե պատմական կերպարը չկա, ինքը հեղինակն է, որպես քնարական հերոս, գործող հերոս, աննկատ հերոս, հեղինակն էր գաղափարներով, խոհերով, մտորումներով, երկիրն այրի փայլուն շարքը։ Հիշենք Չարենցի կերպարը, որ կերտեց եւ պատմական հերոսների շարք, Խմբաբեդ Շավարշը, Խաչատուր Աբովյան դեպի Լեռնամասիս, Մահվան տեսիլները, հատկապես երկրորդ պոեմը, որտեղ ամբողջ հայ ազատագրական մտքի ներկայացուցիչներն են։ Այսպես հերոս գրականություն եւ ժողովուրդ, այս եռանկյունու մեջ պետք է դիտենք եւ մեր ժողովրդի արտնացումը մեծապես պայմանավորված է հայ գրականության, այսպես նվիրական գործունեությամբ։ Դանիել Վարուժանը մեծագույններից մեկը ինչ էր ասում էր Ֆրանսիացին երեխան ծնվում է, երեխային մարդ է դաստիարակում։ Մենք երեխային նաև հայ ենք դաստիարակում, որովհետև նախ եւ առաջ դրա պետք է ունենք։ Գրականության դերը այս իմաստով անուրանալի է։ Դուք այնպիսի անուններ տվեցիք Տերյան, Չարենց, Թումանյան, Վարուժան, առարկություններ գրեթե չկան, բայց միևնույն ժամանակ, տեսեք, գրականության միջոցով քաղաքական կողմնորոշում սկսեց նաև պարտադրվել։ Աբովյան, օրհնվի այն սհաթը, որ ռսի օրհնված ոտքը մտավ Հայաստան։ Նույն Դերենիկ Դեմիրճյանը, նույն մենք խոսեցինք Ռաֆու մասին, այո, կայծերը, խենթը իսկապես օրինակներ են, որոնցից պետք է ոգեշնչվել եւ այլն, բայց միևնույն ժամանակ ունենք Սամվել, որը որպես հայրենասերի օրինակ է մեզ հրամցվում ու գուցե նաեւ ինչ որ մեկի մտքով անցնի ընդօրինակել նրա վարքագիծը։ Արդյոք ընդունելի է սա։ Խնդրեմ, պարոն Թոքմաջյան։ Նախ ես ավելի ոչ ստանդարտ մատուցեմ, թե ով է իմ համար հերոսը։ Երբ որ ես 7 տարեկան եմ, իմ համար հերոս էր Օլիվեր Թվիստը, Երբ որ ես 8 տարեկան եմ, իմ համար հերոս էր Մխիթար Սպարապետը, բայց ոչ պատմական կերպար Մխիթար Սպարապետը, այլ Սերո Խանզադյանի ստեղծած Մխիթար Սպարապետը։ Ավելի մի քիչ հասուն տարիքում իմ համար հերոս դարձավ Գուլիվերի ճամփորդելու հատկությունը։ Ավելի ուշ փուլում իմ համար հերոս դարձավ Դավիթ Բեգ եւ այսպես շարունակ։ Հիմա ինչ մեր բուն հազրույցի մեջ մտնել ես կուզենայի ինքներս մեզ հարց տայինք, արդյոք ունի հերոսը սահմանում եւ հերոսը որպես հասարակական արժեք, հասարակական կերպար ում է ուղված։ Ինձ ձեզ չեմ կարծում, որովհետեւ չեմ կարծում ինչու, որովհետեւ մենք ունենք արդեն իսկ ձևավորված կարծրատիպերի կամ մտածողության շրջանակ, որը ձևավորվել է ժամանակի ընթացքում։ Այդ հասկացությունները կարծում եմ ուղղված է դեռահասներին, կամ մինչև այդ 19-20 թինեյջերության տարիքի մարդկանց։ Այդ նույն Սամվելի պարտադրանքը կամ նույն Վարդան Մամիկոնյանի պարտադրանքը ես համաձայն չեմ բացարձակ իմ գոլեգաների հնչեցրած տեսակետների հետ, հերոսների հետ կապված սկսած Տիգրան Մեծից վերջացրած Վարդան Մամիկոնյանով, ես ավելի շատ համաձայն եմ ձեր տեսանյութում հնչեցրած այլակարծության հարցադրումների հետ, այո։ Այդ նույն Սամվելի կերպարի համար սովորողին պետք է տալ ազատություն, որն այսօր չի տրվում, Նույն Տիգրան Մեծի կամ Վարդան Մամիկոնյանի կերպարի ուսումնասիրության համար սովորողին պետք է տալ ազատություն, որը չի տրվում։ Չգիտես ինչու, ինչ-որ մի սերունդ, ինչ-որ մի հասարակարգ, ինչ-որ մի ժամանակաշրջան որոշել է իր կնիքը դրել է, որոշել է արդեն սերունդի համար, թե որն է իր հերոսը, ու դա պարտադրում է։ Դա անում է կրթության միջոցով, դա անում է ամենատարբեր սոցկայքերի միջոցով, դա անում է մեդիայի միջոցով, դա անում է լրատվության միջոցով, դա անում է եթերի միջոցով։ Սա նշանակում է հասարակության մի հատվածին, կոնկրետ խմբին զոմբիացնել, այսինքն դարձնել ենթարկվող, հեշտ կառավարելի, օրվա իշխանական հրամայականին ներքո հանդես եկող անդեմ զանգված։ Երբ դու մարդուն զրկել ես մտածելու ունակությունից ու Սամվելի կերպարը, դուք բերեցիք Սամվելի օրինակը, Սամվելի կերպարը մատուցում ես որպես հայրենասերի տեսակ։ Ինչ է նշանակում հայրենասեր, ես այդ հասկացությունը չեմ հասկանում։ Ես գիտեմ պետականասերն ինչ է։ Ես չգիտեմ հայրենասերն ինչ է առումով։ Ու այս առումով իմ խորին համոզմամբ դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, կրթությունը ունի բաց։ Հանրակրթությունը այսօր 1400 հանրակրթական դպրոցներում, սովետական ավանդույթի մնացած ուսուցման շարունակությունը մինչև այսօր կա, երբ որ խրոխտ տոնով ասել Վարդան Մամիկոնյան ու մի քիչ հուզվել։ Սասունցի Դավիթ ու մի քիչ հուզվել։ Իսկ ով ասեց, որ Սասունցի Դավիթը հայ ժողովրդի հավաքական կերպարն է։ Ես գրականագետ չեմ, գրականագետը ինքը կարող է լավ մանրամասնի, ես սովորական տերցող եմ, բնավ մեր էպոսի արժեքը չնսեմացնելով,
Ես համոզված եմ, որ էպոսը պարտադրում է մարդուն ինքնուրույն չգործել։ Այսինքն դու խելոք պարկի, հանգիստ քո տեղը գա մի հատ Դավիթ քեզ կփրկի։ Ու որն է ողբերգականն է, ես մտքով վերջացնեմ, որ մեզանում անսահման տեղ ունի մեռած հերոսի կերպարը։ Այսինքն ով չի մեռնում, չի հերոսանում։ Նույն այդ 18-20 տարեկան տղաների անունները, հա, վաղը մյուս օր բոլորը մոռանալու են։ Բոլորը, ես ձեզ հավաստիացնում եմ, բացի իրենց նեղ շրջանակներից, ոչ մի պատմական զինվորների կերպարներ, մենք այսօր պատմության մեջ չունենք, 1-2 դեպք կարող է 5000 տարվա մեջ ունենանք, հա, այս ինչ պատերազմին, այս ինչ զինվորը հերոսացավ։ Միշտ պատմությունը թելադրում են, գրում են իշխողները եւ հերոսներ մատուցվում են իշխողները։ Դուք լսեցիք տեսակետներ, պատմաբան, գրականագետ, մարդ, ով անձամբ իր օրինակով հերոսի ու հակահերոսի մասին խոսեց։ Ընդհանրապես հերոս հասկացությունը պետք է հասարակություններին, ինչու է պետք եւ ինչպես է ազդում։ Գիտեք ինչ գոյություն ունի ազգային հոգեբանություն հասկացություն, էթնիկական հոգեբանություն հասկացություն։ Եվ այդ էթնիկական հոգեբանության հասկացության կենտրոնական բաղադրիչներից մեկն է ազգային սիմվոլների գաղափարը։ Ազգային հերոսները, լինեն դրանք ռազմական հանճարներ, լինեն դրանք մշակույթի, գիտության ներկայացուցիչներ, դրանք խորհրդանիշներ են, սիմվոլներ են, ընդ որում հենց այդպես չեն ստեղծվում սիմվոլները, կա սիմվոլացման process գործընթաց գոյություն ունի, որը բնորոշ է այսպես կոչված բյուրեղացմամբ։ Գիտեք ինչ, եթե մենք վերցնում ենք անհատ մարդուն, այսօր մեր կողքին ապրող հերոսներից սկսած, մինչև նույն Վարդան Մամիկոնյան, նույն Տիգրան Մեծ, եթե մենք նայում ենք անհատի կյանքը, գիտեք մենք ունենք բազմաթիվ եւ ուժեղ եւ թույլ կողմեր։ Հիմա ինչ է տեղի ունենում։ Գոյություն ունի գլխավոր եւ երկրորդական։ Ինչ ներդրում ունի տվյալ անձը պատմության մեջ, արդեն որպես պատմական կերպար, անձնային թուլությունները, դրանք երկրորդական են։ Դրանք մարդկային են, որոնք կարող է նաև չլինեին։ Հիմա խոսել հերոսների մասին, շեշտը դնելով ինչ անձնային թերությունների մասին, դա շատ խորը մոլորություն է եւ ընդ որում վտանգավոր մոլորություն է։ Եթե դա արվում է որպես ուղղակի մոլորություն, դա մի բան է, բայց եթե մենք հերոսներին փորձում ենք վարկաբեկել, չգիտեմ, միտումնավոր կերպով կամ ինչ-որ կեղծ կատեգորիաներից ելնելով, հիմա ինչ է նշանակում կոտրել ստերեոտիպերը, ինչ է նշանակում ստերեոտիպացված է հերոսը, դա նշանակում է, եթե մենք ուզում ենք կոտրել այդ ստերեոտիպը, եթե մենք հանում ենք մեկը, անպայման դա լցվում է մեկ ուրիշով, ուրեմն դա լցվում է, եթե մենք հերոսի նկատմամբ սկսում ենք ինչ-որ կասկածամիտ վերաբերմունք ունենալ, ուրեմն լցվում է կամ մեկ այլ հերոսով եւ վերջին հաշվով գոյություն ունեն բացարձակ արժեքներ։ Եթե մենք պետականությունը, նաև հայրենիքը եւ հայրենասիրությունը իմ կարծիքով դրանք բացարձակ արժեքներ են։ Եթե մենք կոտրում ենք դրանք, հանում ենք կենցաղային մանրամասներ, ինչ-որ հակադրության տենչով բռնված, ինչ-որ աղավաղումներ ենք ուզում մտցնել, մենք վատ բան ենք անում։ Ես մի բան էլ ասեմ, որ շատ կարևոր է, տեսեք, ազգային հոգեբանության համար, եթե մենք ուզում ենք ուսումնասիրել տարբեր ազգերի հոգեբանական կերպարները, առաջին բաներից մեկը, որ մենք պիտի անենք, պիտի տեսնենք այդ ինչ հերոսների է դավանում, այդ ինչ հերոսներով է ոգեշնչվում տվյալ ազգը։ Հերոսի կերպարը, բուն կերպարը շատ կարևոր է։ Տեսեք, եթե մենք հեռու չգնանք, մեր օրյա հերոսների մասին խոսենք, օրինակ այդ ուրեմն Ռամիլ Սաֆարով Կոչեցյալը հերոս է։ Իր ազգի հերոսն է, պաշտոնապես ընդունված է որպես հերոս, քառօրյա պատերազմը, դա հայրենանվեր մարդկանց ոգու այնպիսի մի ուրեմն արտահայտություն էր, որ բացի խոնարհումից ուրիշ բանի արժանի չէ այդ ուրեմն օրերը այդ մարտիկ եւ այլն եւ շատեր այո կմնան պատմության մեջ, եթե պատմությունը գրվի եւ խելամիտ ձևով գրվի, ուրեմն տեսեք, այդ մարդ գլխատողներին տարան եւ անմիջապես հերոսացրեցին։ Գիտեք, սա խոսում է ազգի արժեքների մասին։ Ես համոզված եմ, որ եթե մեզանից ինչ-որ մեկը մեկին գլխատեր, ինչ մենք հաստատ չէինք հերոսացնի։ Սա ազգի հոգեկերտվածքի, ազգային բնավորության առաջին նշաններից մեկն է, ով է քո հերոսը։ Եվ նույնիսկ գիտեք նախապապը ով է, ինչ ծագում ունի տվյալ ազգը, էթնոգենեզի process-ը։ Ես օրինակ միշտ նայում եմ հայոց էթնոգենեզը եւ հայ ուրեմն նահապետի կերպարը, երբ կարդում ենք Խորենացին ինչպես է նկարագրել։ Գիտեք,
իրական կերպար է, թե ինչ որ չափով առասպելական է, չգիտեմ, պատմության խորքերից եկել հասել է, ինչ որ դրվագներ կարող է փոխված լինեն, բայց ինչպես է ներկայացնում մեր պատմիչը, սա է իրականությունը։ Տեսեք ինչ կերպար է, հպարտանալ կարելի է, որ մեր նախապապը սա է, այնպես որ հերոսների կերպարների հետ խաղեր անել չի կարելի, եւ գրականությունը շատ լավ է, որպեսզի կարողանա իսկապես վերցնել իրական հերոսներ, այդ բացարձակ արժեքը կրող մարդկանց, դարձնի գրական կերպար եւ ընդհանրապես գեղագիտական կերպարներ, որոնցով մենք մարդ դաստիարակենք։ Այո, հենց երեխաներին պետք է մատուցել։ Իսկ ինչու իմ երեխայի համար թաղային հեղինակությունը դառնա հերոս, որը կներեք մեր ժամանակների աղավաղված ինչ որ բարքերի պարտադրանքն է։ Ոչ, ես հենց ուզում եմ, որպեսզի իմ թորնիկի համար, իմ զավակի համար հերոս լինի Տիգրան Մեծը, մեր հայդուկները, մեր օրյա հերոսները, սրանք շատ ավելի բարձր արժեքներ են։ Եթե մենք չլցնենք դրանցով, լցնել բառը գույցը ես մի քիչ կոպիտ եմ ասում, մենք մատուցենք, արժեքներ մատուցենք։ Նրանք, ուրեմն ինչ ասեմ, բարոյապես ասում, սերունդ մենք կունենանք եւ հայրենիքը գնահատող, հայրենիքին նվիրված մարդիկ եւ ոչ մի ինչ որ աղավաղված պատկերացումների տեր, ինչ որ կեղծ սկեպտիցիզմով ինչ որ Կան դիտարկումներ։ Շատ հիմնավոր բացատրեցիք Տիկին Նալչաջյան, շատ այսպես հիմնավոր եւ ճիշտ բացատրեցիք իմ ընկալմամբ։ Տեսեք, ասում եք Խաչատուր Աբովյան։ Եվ Խաչատուր Աբովյանից առանձնացնում եք այն արտահայտությունը, որ խորհրդային ժամանակ դրոշակ են դարձրել։ Բայց գիտեք, որ Խաչատուր Աբովյանը հակառուս էր։ Իր պետականության ձգտող խոշոր դեմք էր։ Եվ Խաչատուր Աբովյանն էր, եւ խորհրդային շրջանն էր, որ խերեց այդ գաղափարը։ Ապրեք, հիմա տեսեք։ Վեպի վերնագիրը դրել է վերք, դրել է ողբ։ Սրանք պատահական չեն։ Այդ արտահայտությունը, գիտեք որտեղ է օգտագործվում, միտեղ ասում է Աբովյանը Էջմիածնի միաբանության անդամ էր, հայրը բերում ուղեկցում էր ներկայիս հաղթանակի կամուրջի տակ 5 կամուրջը կա։ Այդտեղից ուղեկցում էր Էջմիածին, այլ գնում էր 6 ամսով, բանով ամիսներով, իմիկվան նման չի, որ արագ կնար կար։ Եվ ասում է շուկայի մոտից անցնելիս պարսիկ զինվորները մեզ թույլ չեն տալիս հայերեն խոսել, խարազանում էին, ծեծում էին, մտրակում էին, պիտի պարսկերեն խոսեին, կամ ձեռքով ոտքով ենք հասկացնում իրար։ Օրտնովեն սա ասում էր, գոնե կարողացանք իրար հետ հայերեն խոսել։ Սա լոկալ նշանակություն ունեցող գաղափար է, ոչ թե համընդհանուր։ Որը քաղաքական մի ամբողջ կողմնորոշման համար օգտագործվեց։ Եվ ի վերջո, աղասու կերպարը, աղասին ինչ-ինչ պատմական բաներ կան մեջը, բայց ազատ կերպար է։ Եթե ռուսական կողմնորոշումը ընդունել էր աղասին, ինչի տարավ Աբովյանը վեպի վերջում սպանեց այդ մարդուն։ Ինչու՞։ Կապրեցներ, մի պաշտոն կտար Երևանի Կայազորի պարետ, իր խումբը կար դրա հրամանատար, որովհետև իր ժամանակը չէր, հայրն էլ նվաղեց մահացավ, որովհետև պարսկական ժամանակները ավարտվեցին, նա գնաց այդ ժամանակի հետ, իսկ նոր ժամանակը, որ պիտի աղասիով գար, չեկավ։ Եվ հիշեք, Աբովյանը ունի 1000 փեշեն վերնագրով գործ, որտեղ ասում է հայի աքացին եւ վրացու մուշտին Կովկասից դուրս կնետեն ռուսներին, որովհետև հիասթափվել էր հարբեցողություն, կաշառակերություն, էս էր տեսել, իսկ ինքը ազատ ու մեծ երկիր էր ուզում։ Մենք պետք է իրողությունները ճիշտ մեկնաբանենք։ Սամվելը փառահեղ մի վեպ, որով սերունդներ են դաստիարակվել ու կդաստիարակվեն, անկախ փնչոցից եւ փնչոցներից, անկախ որևէ բանից։ Եվ այստեղ համաշխարհային գրականությունը վերցրեք, Շեքսպիրի Համլետն ինչ է։ Շեքսպիրի Համլետում Համլետը ինչ է անում, չի գնում այդ վրեժ լուծելու գաղափարին։ Վերադարձեք անտիկ շրջան։ Էսքիլեսի Օրեստիա եռագրությունը, Էսքիլեսի Օրեստիա եռագրությունը, պիտի իմանալ պատմությունը, գրականությունը։ Այնտեղ ինչ է։ Ագամեմնոնը, որ ամբողջ տրոյական պատերազմի զորահրամանատարներ, վերադառնում է կինը Կլիտեմնեստրան, դավաճանել էր հորյա որդուդ, սպանում ես հզոր զորավարին, սպանում։ Սպանելուց հետո աստվածները նրա որդուն Օրեստեսին վրեժ են կոչում, մինչև չսպանես մորը դու կպատժվես։ Այնտեղ Այրոպագոս կա բան կա արդարացնում են։ Հիշեք Մեդեան համաշխարհային գրականության այդ գործերից մեկը Մեդեան ինչ արեց, հանուն սիրո անգամ երկու որդիներին սպանեց։
Այո, բայց արդյոք սրանք այն կերպարներն են, որոնց սրանք այն կերպարները չեն, սրանք համաշխարհային գրականության իրողություններ են եւ այսպես կամ էպոսը, կամ Սասնուցի Դավթի կերպարը։ Սասնուցի Դավթի կերպարը իր տեղում շատ փառահեղ կերպար է։ Փոքր մեհերի մեջ ժողովուրդը դրել է իր վաղվա հույսը եւ անթեղել է այնտեղ։ Ինչ անի։ Հենց վաղվա օրով ամեն օր ապրում ենք, նախ ես մի հատ դիդարգում կուզենայի անել, ես կարծում եմ, որ սա կիրթ մարդկանց բանավեճ է։ Եվ խնդրում եմ այլևս բնութագրումներ չտար սրբապղծություն կամ չգիտեմ ինչ, կամ ֆնճոցներ, կամ փնճոցներ։ Հնչեցրեք ձեր տեսակետները, հնչեցրեք ձեր տեսակետները, երբ որ կսահմանեք, թե ազգային արժեքն ինչ է, երբ որ կսահմանեք, թե հերոսն ինչ է, ձեր պատկերացումների շրջանակում կարտահայտեք ձեր տեսակետը։ Ես արտահայտում եմ իմ տեսակետը, իմ համար կարևորը ապրող քաղաքացին է։ Ձեր համար է մերժելի, ինձ հետաքրքիր չի ձեր բնութագիրը։ Ինձ հետաքրքիր չի ձեր բնութագիրը։ Տեսակետը արտահայտեմ։ Պարզապես ամոթալի է համատեղ մասնակցել Ինձ համար արժեք է կենտանի քաղաքացին, ինձ համար արժեք չէ մեռնող քաղաքացին, որի քարոզը դուք անում եք 1700 տարի։ Ինձ համար մերժելի է ձեր ցանկացած ողբը։ Դուք այսօր հբարտությամբ նստել այստեղ ասում եք, տեսեք ոնց է կոչվում, վերք։ Հա վերքով տառապել ենք էլի։ Բայց ժամանակներն էին ժամանակի հրամայական այդ ժամանակի համար էր։ Հիմա մենք ունենք, ենթադրում եմ, Հայաստանի 3-րդ հանրապետություն։ Անկախ հանրապետություն, պետականություն։ Ներողություն թույլ տվեք, ես չընդհատեցի։ Այո, ժամանակները եւ օրգանապես կապված են եւ կտրտված են։ Երբ որ էթնոհոգեբանությունից դիտարկումներ կանեք, հիշեք, որ Հայաստանում էթնոհոգեբանության մասնագետ չկա։ Որպես այդպիսի նեղ մասնագետ կամ սիմվոլների կամ երբ որ ազգայինի ես ասում եմ չկա այդ մասնագետ Հայաստանում, գիտեմ որ գիտությունը կա։ Չէ՞ դե ոչ եք ազգայինի եւ ազգի բա ինչ ենք եկել ռոմանտիկ ասենք օй մեր Վարդան Մամիկոնյանը գնանք ազգովի կոդորվենք թե բանը 1915-ին բարոյական հաղթանակ տարեց 1915-ը բոլորովին արվելու է։ Հիմա խնդիրը հետեւյալն է, ես խոսում եմ սովորողին դեռահասին, այն մարդիկ, ովքեր այսօր պիտի ենթադրվում այդ քաղաքապարական քարոզի տակ մնան, հա կամ ինչ որտեղ կրթվեն, ես դաստիարակել բառը նավ չեմ տունում, իմ սուբյեկտիվ կարծիքն է դա, ես որպես մանկավարժ ով եմ, որ ես մարդ դաստիարակեմ, ես կարող եմ լինել խորհրդատու ընդամենը, այդ մարդուն իր արժեքների մեջ ընտրություն կատարելու համար, տալ ազատություն, տալ հնարավորություն ինքնարտահայտվելու եւ իր ընտրությունը կատարելու։ Տեսեք 90-ականներին կամ 2000-ականների սկզբներին մեզանում կար մշակութային վակուում, հա, հիմա էլ կա այդ մշակութային վակուում։ Քանի որ մենք գտնում ենք Շանթ հեռուստաընկերությունում, հա, ինչ որ մի փուլում հերոսը դեռահասի որոգայթի հովոն էր։ Ինչ որ մի փուլում, ու դա չենք կարող բացառել, հա, կամ շղթել։ Բայց սրա հագակշիռ, երբ որ մենք ասում ենք, գիտեք ինչ ոչ մեկի գործունեությունը կասկածի տակ չպետք է դնել, ես ասում եմ բնավ իմ համար չկան հեղինակություններ։ Բացարձակ հեղինակություններ չկան։ Ինձ համար որպես սուբյեկտ ամենառոմանտիկ, ամենալավագույն կերպար հայոց պատմությունից դա Պապ Թագավորն է։ Ես սիրահարված եմ այդ կերպարին որպես տեսակ, որպես պետականաստեղծության տեսակ, բայց այդ չի նշանակում, որ ես այդ տեսակետը պիտի պարտադրեմ իմ դիմացինին։ Այդ չի նշանակում, որ Վարդան Մամիկոնյանի անձնական ամբիցիան թագավոր դառնալու, հա, կամ կրոնական ֆունդամենտալիզմն ու կրոնական տերորը ես պիտի պարտադրեմ ու սահմանափակեմ 14, 15, 16 տարեկան մտածողություն ձևավորող կամ քաղաքացի կայացող մարդուն։ Տեսեք, ասում ենք Տիգրան Մեծ։ Տիգրան Մեծը նվաճող է, թե չէ։ Հա, կարող է բացում էին ինչ-որ տարբասներ։ Մեծ հաշվով Տիգրան Մեծը նվաճող է։ Լավ կերտենք նոր Տիգրան Մեծ։ Պարոն Թորոսյանին ռետորական հարց եմ ուզում տալ։ Կա որևէ մեկը, որն իրեն այսօր հրճակել է Տիգրան Մեծ ու ձեռքը բռնել ենք, ասել ենք մի գնա այդ կանը նվաճի։ Տիգրան Մեծի միջոցով ինչ ենք մենք տալիս։ Փոխարենը Տիգրան Մեծին ի հակակշիռ մենք Արտաշես առաջին ունենք, հա, որի սոցիալական քաղաքականությունը, տնտեսական քաղաքականությունը, ազգային քաղաքականությունը, նորարար քաղաքականությունը Արտաշեսն իր ժամանակի համար անզուգական ֆանտաստիկ դեմք է։ Այդ նորարարություն, որ ասում եք, հա, Արտաշեսի դեպքում ամեն ինչ կա, բայց չգիտես ինչու Արտաշեսը ինքը ստորադասված է Տիգրան Մեծին, ու այդ նույն սովորողին այդ կարծիքը չենք տալիս, հա, չենք ընտրության հնարավորություն տալիս, բայց Տիգրան Մեծը, որը պատմական կտրվածքում ստեղծել է ինչ-որ մի հատ ֆաստ ֆուդային վիճակ եւ սպառող հասարակություն, ոչ թե ստեղծող հասարակություն։ Ֆաշիստական Գերմանիայի Հիտլերի պարտության պատճառներից մեկը այն էր, որ երկրորդ համաշխարհային պատերազմին ամեն օր Բերլինցին ուտում էր թարմ տավարի միս
ֆրոնտում պատերազմ էր։ Բայց Տիգրան Մեծով չէր, որ մենք ծովից ծով Հայաստան ծովից ծով Հայաստանի գաղափարը լավ մեզ ինչ տվեց, մենք մեր իրականությունը հիմա ինչն է, մեր իրականությունը 30,000 քառակուսի կիլոմետր Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ 3 միլիոն քառակուսի մեր իրականությունը այդ է։ ժամանակ, այդ է մեր իրականությունը։ Նաեւ պատմությունը, որը մենք ունեցել ենք, խնդրեմ։ Գիտեք, այստեղ մենք պետք է կարողանանք թացը չորից ջոկել եւ կարեւորը անկարեւորից, առաջնայինը երկրորդայինից։ Ոչ ոք չի նսեմացնում Արտաշես առաջինին։ Արտաշես առաջինը պատմության ստորադասում ես ասում Տիգրան Մեծի համեմատ։ Ոչ ոք չի ստորադասում։ Ես ինքս պատմաբան եմ։ 20 տարուց ավել դասավանդում եմ եւ երբեք այդպիսի բան չեմ արել եւ որևէ պատմաբանի մոտ էլ դա չեմ տեսել։ Արտաշես առաջինը դիտարկվում է որպես բարեպաշտ, բարի, մեծագործ, բարեփոխիչ եւ նրա որևէ ներողություն իհարկե ունի, ամենք իր տեղում է։ Ամենք իր արած գործի շրջանակներում։ Արտաշես առաջինի ստեղծած, այո, ուրեմն ամբողջական այդ պետականության շրջանակներում Տիգրանը կարողացավ հզորացնել երկիրը։ Հերոսները ազգի բնութագրող մարդիկ են։ Ազգի գենետիկ ֆոնդը ներկայացնող մարդիկ են, այդ թվում նաև Սասունցի Դավիթը։ Եվ յուրաքանչյուր իրեն հարգող ազգ, ընդ որում հիմնականում հին ազգերը, ունեն իրենց հերոսապատումը։ Անպայման ունեն։ Եվ հնագույն եւ կենսունակ ազգերի բնութագրող հենց տարերից մեկը իրենց հերոսապատումներն է, իրենց ազգային հերոսն է։ Մենք ոչ մեկին չենք պարտադրում։ Ազատ մարդիկ թողաններ, մենք ասում ենք Տիգրան Մեծը, մարդն է, ներողություն, Արտաշես առաջին չկա չափորոշիչ եւ դասագիր։ Դասագրքում ասվում է հերոսներ, կա պետական չափորոշիչ մեջ կա սահմանում ասում է պատմության դասավանդողը այնպես պիտի ներկայացնի հայոց պատմությունը, որ նստած սովորողը բան հայրենասեր է, ոնց։ Ոչ թե հայրենասեր դառնա պատմության մենակ պատմությունը չեն դասավանդում, ցանկացած առարկայի դասավանդել մաթեմատիկայի մեջ է։ Պետք է դաստիարակվի սերունդը։ Ներողություն, ես ավարտեմ, հետո Տիգրան Ալչազյանը թող շարունակի։ Ուրեմն ընտրություն եւ ազատ մտածողությունը շատ կարեւոր արժեքներ են։ Այո, երեխան դեռահաս է, պատանին, երիտասարդը պետք է ընտրության հնարավորություն ստանա, բայց նաեւ ավակ սերունդը եւ ձևավորված դարերի ազգային հիմնա, այսպես անգամ չեմ խորշի ասել կարծրատիպ դարձած, բառը ինքը կարող է վատ իմաստով ընկալվի, բայց անգամ չեմ խորշի ասել, այո կարծրատիպ դարձած կերպարները պետք է մատուցվեն հանրության, որովհետև այսօր այնպեսին է, որ գիտեք, կարող է շատ ազատության պարագայում, հա, մեկի հերոսը լինի, չգիտեմ, Մուհամեդ Մարգարեն։ Դուք ձեր խոսքում ասում եք 1700 տարի մենք էս ինչ ենք արել, այսինքն անուղղակի խփում եք մեր առաքելական եկեղեցուն, որ Ձեր առաքելական եկեղեցուն չի, 1700 տարի գաղափարաբանության մասնագետ։ Եվ քրիստոնեական Այո, եթե կուզեք հայոց պատմությունը ունի երկու ողբերգություն, եկեղեցական պատմություն եւ բոլշևիկյան պատմություն։ Խնդրեմ, արդեն ձեր մոտեցումները արդեն գիտեք որն է բարեբախտությունը, այն է, որ այո դուք մի քանի անգամ ձեր խոսքում նշեցիք, որ դա ձեր սուբյեկտիվ կարծիքն է։ Այո, մենք այստեղ կարծիքներ ենք արտահայտում։ Սուբյեկտիվ կարծիք։ Ուրեմն որքան էլ տարօրինակ թվա, ես մի հարցում համամիտ եմ, որն է այդ հարցը, համամիտ եմ մասամբ, ուղղակի մահվան թեմայի հետ կապված։ Գիտեք, մեծագույն ողբերգություն է մարդկային եւ ոչ միայն դա մեր ազգային ողբերգությունն է, երբ կենթանի մարդուն չեն գնահատում, միայն ինչպես մեր սևակն է ասում, չէ, մեծությունը ծառի բնի հաստությունը կտրվելուց հետո է երևում։ Սա մարդկային է, բայց շատ ողբերգական բան է։ Կյանքի ողբերգություններից մեկը սա է։ Եվ ցավոք սրտի, նաև մեր ազգի պատմության մեջ, նույնիսկ մեր ներկայի մեջ, մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ կենթանի մարդը, կենթանի հանճարը, կենթանի գործիչը, կենթանի հերոսը մեր կողքին է, բայց այդ սովորական է, որովհետև կենթանի է, մենք շփվում ենք իր հետ, զանգում ենք հեռախոսով խոսում ենք, ինչ-որ հարց ենք քննարկում իր հետ, կարծեք այդ ամբողջ մեծությունը չենք զգում, էլ չեմ ասում մեկ այլ մարդկային ողբերգության մասին, որը կոչվում է նախանց, որը սպանում է հերոսներին, գիտեք, այն մարդիկ, ովքեր
իրավացիորեն հերոսացվում են, հետո իրավացիորեն, եթե մենք նայում ենք նրանց կյանքի պատմությունը, երբեմն մենք հանդիպում ենք համատարած հալածանքի պատմության։ Այսինքն միշտ միջակությունը չի սիրում, երբ իր կողքին շատ ավելի մեծ արժեք իրենից ներկայացնող մարդ կա, մարտնչող միջակությունը, ցավոք սրտի։ Նժդեհի մասին մեր վերջին հաղորդումը վերջիններից մեկը այնպես ստացվեց, որ 3 տարեկան աղջիկս լսեց, այսպես նա շատ բան չի հասկանում, բայց հիմա ում տեսնում է, ասում է, իսկ դու գիտեք ով է Գարեգին Նժդեհը։ Ինչու մենք օրինակ Գարեգին Նժդեհի կերպարը ու էլի համարժեք կերպարներ այսքան ուշ հասկացանք, որ պիտի արժևորենք, պիտի հերոսացնենք, պիտի լինեն դրանք նաև մեր օրինակները, նույն Վարդանի, Արտաշեսի եւ մյուսների կողքին, պարոն Գասպարյան։ Ես պատասխանեմ ձեր հարցին։ Տեսեք, մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, որը կոչվում է փակ համակարգ։ Կան որոշակի ստանդարտներ, կա որոշակի գաղափարական ուղղվածություն, բայց դա ամենևին չէր նշանակում, թե ամեն ինչ դառնում էր այդպիսին կարմիր ներկած կուսակցական դիրքորոշում։ Կային ընդդիմադիր բանաստեղծներ, կային լուրջ մարդիկ, կային ներքին պայքար, այս պատմական անունները, հերոսները նրա համար էին, որ այդ համախորհրդային այլասերման ժամանակ մարդը իր ազգային կերպարը պահպանի, սրանք շատ մեծ այլընտրանքային գրողները ինչ ճակատագիր ունեցան։ Սրանք շատ մեծ դեր են կատարել ժամանակին։ Այլընտրանքային գրողներ, ասելով նկատի ունեք ընդդիմադիր գրողները։ Ընդդիմադիր գրողները, քանի որ ընդդիմադիր էին, նախ գնդակահարվեցին, աքսորվեցին, պատժվեցին, հետո էլ արդեն 60-ական թվականներին հայրենազրկվեցին։ Սորժենիցին մյուսները։ Գրքերը բանտարկում էին։ Սա պետության վարչակարգի դրվածքներ, բայց այնտեղ մարդիկ էին ապրում, իրենց ազգի մասին էին մտածում, արվեստ էին ստեղծում, այդ անունները մենք պետք է անընդհատ բարձրացնենք։ Եվ հետո բաց համակարգ մտածողության, մենք բաց համակարգի մեջ ենք, հրաշալի է, ամեն մարդ ասում է այն ինչ մտածում է, շատ լավ է, բայց հիմա մենք նաև պիտի մի տեղ կա, որ ընդհանրացնենք, որն է մեզ պետք։ Այս սերունդ ենք դաստիարակում, ուսուցիչը կռիվ է տալիս աշակերտի հետ, այս վեպը կարդա, երեխան չի կարդում։ Հիմա մենք այստեղից որ պախարակում ենք տվյալ հեղինակին կամ վեպը, ինչքանով ենք նպաստում կրթական գործին։ Պարզ ասեմ, ավելի խորքերը չգնամ։ Բայց համաձայն չեք նույն այդ գրականության մեջ կան մի շարք այնպիսի գրքեր, որոնք եթե չկարդա օրինակ աշակերտը դրա փոխարեն այլ բան նրան առաջարկեն, շատ ավելի ճիշտ կլիներ նրա ինքնաճանաչողության ու պետություն ու ազգը ճանաչել։ Կան ծրագրային երկեր, կան ընթերցանության համար հանձնարարվող երկեր, բաց է դաշտը, այդպես բան չի, այդպես չի որ մեր երեխան ինչ պետք է լինի, ում պետք է ծառայի իր երկրին, աշխարհին, բոլոր արժեքները մենք նրան պիտի տանք, ինքը թող ընտրություն անի, բայց ես անձամբ այն տեսակետին եմ, որ մենք պետք է մեր ազգային, այսպես գենետիկ կոդը, ժառանգաբանական կառուցվածքային ինչ որ ստացել ենք ու շարունակում ենք, դա դարերի ընթացքում զտվել, ստուգվել, փոխվել, ճշտվել է, այնպես չի որ մենք այսպես հեշտ կարող ենք մի բան փոփոխել, չէ, դա մեր հոգեկերտվածքի մեջ է նստած, ազգային հոգեկերտվածքի մեջ։ Ես ուզում եմ մենք գանք, եթե ավարտեցիք, պարոն Գասպարյան, ես ուզում եմ վերադառնանք ապրիլյան դեպքերին, կարծես հերոսի կերպարը, հերոսացումը, հերոս դառնալու ձևը շատ ակտուալ երևաց, շատ պարզ երևաց հենց այդ օրերին։ Մենք այնպիսի տպավորություն է, որ գիտակցաբար թե չգիտակցելով մեր տղաները որոշել են, որ հայրենիքի համար պետք է զոհվել կռվելով։ Շատ ազգեր հայրենիքին ծառայելը պատկերացնում են այլ կերպ, օրինակ իսլամիստները դաստիարակում են այնպես, որ նրանք պետք է ամեն պահի ահաբեկչություն իրականացնեն եւ դա է հերոսացումը։ Մենք ինչպես ենք կարողացել հասնել նրան, որ նրանք հասկանան, որ հայրենիքի համար ամենակարևորը անձնազոհությունն է։ Կամ գիտակցված մահն անմահություն է, հասկանում եք, սա շատ կենսունակ է մեր հասարակության մեջ, իմ կարծիքով եւ հենց այդ դաստիարակությունն է, որ այդ տղաներին նաեւ բերել է այդտեղ, իսկ գուցե կար նաեւ այլ ճանապարհ։ Իսկ թվում է, եթե այդ նույն տղաների, այդ պատանիների հետ մենք խոսեինք, զրուցեինք այսպես մի քանի օր առաջ, մի շաբաթ առաջ իրենց զոհվելուց։
իրենք մեզ չէին ասի, որ հանուն հայրենիքի իրենց կպատրաստ են եւ այլն, նրանք մարդիկ են, երիտասարդներ են, ապրել են ուզում, կյանքը շատ թանկ է բոլորի համար։ Բայց գիտեք, երբ մարդը կանգնում է արդեն վտանգին դեմ հանդիման, եւ այդ վտանգը հայ մարդու համար թուրքն է, գիտեք, դա ստերեոտիպ չէ։ Կան հետազոտություններ, որոնք ապացուցում են, որ իրենք մեզ ավելի շատ են ատում, քան թե մենք իրենց։ Եվ այս մեջ տղաների մոտ մի անթեղված մի կայծ կա մեր բոլորի մեջ, նույնիսկ այն մարդկանց մեջ, ովքեր կարող են հակառակն ասել, հակառակն ապացուցել, երբ կանգնում է վտանգի պահ, հա մեր ազգին շատ բնորոշ է։ Իրենք հասկանում են, որ վերջ, թուրքի դեմ պետք է պայքարել, պետք է կռվել մինչև վերջ։ Եվ հենց սա է այդ կայծը, գիտեք, հերոսացման այդ բուն պահի մասին շատ հետաքրքիր պատմահոգեբանական հետազոտություններ կան։ Սա ուրեմն կոչվում է սրբազան ուրեմն ցասում։ Այդ պահին մարդու մտածողությունը, ամբողջ հոգեկան աշխարհի ներքին գործունեությունը այնպես է փոխվում, որ հանուն գաղափարի սրբազան ցասման մի հոգեվիճակում է մարդը հայտնվում, որտեղ ինքը կարող է ցավ չզգալ։ Հա, նույնիսկ ցավի զգացումը բթանում է։ Այսքան շատ կորուստներ ենք ունեցել, բայց բոլոր դեպքերում վտանգի զգացողությունը մեզ միանգամից համախմբում է եւ թերևս սա է մեր գոյության այսքան երկարատև պահպանման բացատրություններից մեկը։ Շատ հետաքրքիր մի դիտարկում լսեցի քիչ առաջ, որ այս տղաները, ովքեր գնացին այդ հերոսությանը, նրանք իրենց աչքի առջև այս պատերազմական գործողություններն ունեցել են, ավելի վաղ տարիքում չգիտակցելով, հետո հասկանալով։ Մենք ունենք նաև մերօրյա հերոսները, խոսենք նաև նրանց մասին։ Մենք ունենք ապրող մեզ հետ հերոս Կոմանդոսը, ինչու ենք մոռանում։ Նույն Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։ Մենք ունենք Մոնթե, մենք ունենք Վարդան Դուշման եւ էլի շատ անուններ։ Արդյոք նրանք չէին, որ նրանք չեն այն հերոսները, ում նաեւ այսօր պետք է ընդօրինակել ու այսօր պետք է ոգեշնչվել։ Հայրենիքի համար պետք է նախ եւ առաջ ապրել։ Ու ամբողջ ազգային ողբերգությունը, եթե կուզեք, կայանում է հենց նրանում, որ մենք այդ սահմանափակումը դնում ենք, որ հայրենիքի համար պետք է մեռնել, ոչ հայրենիքի համար նախ եւ առաջ պիտի ապրել։ Հունական մշակույթից եւ միջավայրից բերեցին օրինակը մեր բանախոսներից պարոն Գրագանագետը։ Մոռանում ենք, երբ որ հունական զորքը պարսկական զորքը ներողություն հարձակվում էր Աթենքի վրա, Աթենքի կառավարիչը նախ եւ առաջ քաղաքացիներին հեռացրեց Աթենքից, որովհետեւ ծառը եւ քարը չէր հայրենիքը, քաղաքացիներն նախ եւ առաջ հայրենիքը։ Երբ չկա երկու հասարակությունների միջև ուղիղ երկխոսություն, երբ այդ երկխոսությունը պայմանավորում են միջնորդները, որոնք տալիս են կեղծ կատեգորիաներ, նույն Ռուսաստանն է ստեղծել ադրբեջանական Ղարաբաղյան կոնֆլիկտը, հա, համոզելով ադրբեջանցիներին, որ ինքը ազգ է։ Մենք անընդհատ երրորդում ենք, իրական խնդրից հեռանում ենք, վերջում բերում ենք ինչ որ պաթոսը փոցաշունչ ճառեր ենք արդաբերում ու շարունակում ենք այդ նույն թշնամանքը տարածել։ Այո, պետք էր 91-94-ը եղավ պատերազմը։ Արդադրված էր, թե ինչ էր, եղավ, հա, տվեց իր հերոսները համաձայնը, Մոնտե Մելկոնյան ֆենոմենալ ինտելեկտուալ թեմք։ Իհարկե պիտի լինի։ Մենք ինչ կարող ենք որպես դաս մեր պատմությունից քաղել եւ այսօր որպես դաս ներկայացնել, որպեսզի սխալները, որոնք կրկնվել են այս ոլորտում նախորդիվ, հիմա երբ ունենք պետականություն, կարողանանք ճիշտ գործել եւ չվնասել նաեւ կեղծին կամ այլ հերոսների կերպարներով այդ պետականությունը կերտող վաղվա սերունդներին։ Խնդրեմ։ Մենք շատ այսպես կարծրատիպային հերոսների մասին ենք միշտ խոսում։ Էլի շատ հարգանքով խորին մենք խոսեցինք եւ Տիգրան Մեծ եւ Արտաշես առաջին եւ Պապ Թաքարովի շատերը, Դավիթ Բեկ, Մխիթար Սպարապետ, բայց մեր դիվանագիտության եւ քաղաքականության մեջ մենք այնպեսի ուրույն հետաքրքիր կերպարներ ենք ունեցել, ովքեր իրենց մտածողությամբ տարբերվել են ժամանակից։ Լևոն II։ Օրինակ, մինչև Լևոն II-ին անդրադառնալ, օրինակ հենց այդ շրջանի Մլեհը, հանրահայտ Թեոդորոս Ռշտունին, Լևոն II, այո, նու Լևոն II որպես բավական
հայտնի գործիչ, շատերին է հայտնի, բայց մենք օրինակ Թեոդորոս Ռշտունուն եւ Մլեհին չենք գնահատում։ Լևոն II օրոք Կիլիկյան թագավորությունը այո, այդ առումով եմ ասում, որ նա բավականին հայտնի է, որովհետեւ նրա օրոք սիմվոլների շատ 1198 թվականին նա այո Տարսոնում հռչակվեց Կիլիկիայի հայոց թագավոր, բայց մենք ունենք շատ հետաքրքիր կերպարներ, որոնց մասին պետք է խոսել։ Այլընտրանքը, չէ՞, նաև որ մարդիկ ում փոխարինեն իրենց պատկերացումների մեջ, ով լինի իրենց հերոսը։ Այո, ես շատ կուրախանայի, որ մեր երիտասարդները իրենց հերոս ընտրեին Մլեհին, Թեոդորոս Ռշտունին, այլոց նաև, բայց մի փոքր նորից հետ գնամ շատ ազատության դեպքում, գիտեք, կարող է օրինակ մեկի համար հերոսը դառնա, չգիտեմ, Մուհամեդ Մարգարեն, մյուսի համար մյուսը, մյուս մարդիկ, ովքեր որ մեր ընդունության ներողություն, թե հայոց պատմության։ Ընդհանրապես մարդուն եւ շատ ինքը չի ընթացքում ուղղորդվում որոշակի արժեքներով ու գաղափարներով նրա ազատ տարածքը չի լցվում, այդտեղ ցանկացած միտք կարող է լցվել Իգնալ Շրջանի այդ առումով հետաքրքիր միտք ասել։ Ցանկացած միտք կարող է լցվել։ Ընդ որում ինձ ձեզ բոլորիս համար շատ անընդունելի, կարող է շատ ավելի ընդունելի, բայց վտանգ կա, որ շատ անընդունելի եւ շատ վտանգավոր գաղափարներով լցվեն այդ տարածքները։ Դրա համար ամեն դեպքում եկեք ընդունենք, որ ուղղորդումը ճիշտ է։ Թող երեխան ընտրի, այո, բայց ուղղորդումը ճիշտ է, որպեսզի իր շուրջ ճիշտ լցվի։ Ես իմ օրինակով եմ ասում, ես չեմ կարծում, որ ես իմ երեխաներին վատ եմ դաստիարակում։ Իմ 7 տարեկան երեխային ես անընդհատ ցույց եմ տալիս եւ Մասիսարը, եւ ինքը որտեղացի է, եւ ով է իր հերոսը, ով է Սասունցի Դավիթը իր համար եւ այլն։ Ինքը կմեծանա, ինքը թող սկսի արժևորել հասուն տարիքում, բայց ես իմ պարտքը ծնողական եւ հայ մարդու ես կատարում եմ։ Ինչ վերաբերում է ժամանակակից Այնց ապրիլյան դեպքերին եմ ուզում անդրադառնալ։ Մենք մի շատ կարևոր բան մոռանում ենք։ Մենք միշտ ասում ենք 18-20 տարեկան երիտասարդներ, չէ՞։ Եկեք ընդունենք, որ մենք ունեինք բավական հետաքրքիր եւ հայրենասեր, ուժեղ, կամային, սպայական կազմ։ Սպայական կազմին ինչ ենք մոռանում։ Ի վերջո Արմենակ Ուրֆանյանը, որը Վաշտի հրամանատար էր, ես թեկուզ մեկ օրինակ եմ ասում։ Ռուսական մի հրատարակչության վերնագիրը հիշեցի, Վիլիկալեպնա Սիմյորկա կապիտանը Ուրֆանյանը հրաշալի հոդված է։ Ով է ասում, թե այո, ով է ասում, թե սպայական կազմը չի եղել ոգեշնչողը, հայրենասիրական այդ թեկուզ այո, պայքարենք ապրելու համար, բայց մահվան գնացող երիտասարդներին այդ կռվի ոգեշնչողի, իսկ ինչու մենք մոռանում ենք, որ դա սպաներն են եղել ի վերջո։ Ժամանակակից հերոսի մասին ենք խոսում, մեր կողքին է, ճիշտ է։ Իսկ ով ասես, որ մենք չենք հերոսացնում, նաև պաշտոնապես պետականորեն Շարլ Ազնավուրին։ Մենք շատ աղնածանքով ենք նրան վերաբերվում։ Քերքորյանը, որ վերջերս հեռացավ կյանքից, բայց նա կենթանի հերոս էր մեր կողքին։ Ճիշտ է, համաձայն եմ։ Եթե ներքին ոգեղեն ամրությունը եղավ, ամեն ինչ կգնի իր տեղը, չեղավ, դասալիք էլ կլինի էսել լինել։ Կարծում ենք ինչի տվեցինք 18-20 թվին վերջին պատերազմի հոկտեմբերին։ Ամբողջ դասալիք էր։ Թրոցիկներ էին տարածում, որ ժամանակակից թուրքը առաջվա թուրքը չի։ Պրոպագանդան, ռուսական քարոզչություն մեր եղբայրն է, միասին հեղափոխություն են կարդում։ Ասում են զենք ուղեք ձեր ղեկավարության դեմ, այն խեղճ գնդապետ Մազմանյան կար, կանգնեց զորքի առաջին խփեցած ինքնասպանություն գործեց։ Այս ոգին մենք պիտի պահպանենք եւ մեր այս ելույթները կարծում եմ լսողներ են լինում, այդտեղ նաև աշակերտներ, բաներ հայրենիքի ոգին ժողովրդի վաղվա օրվա գրավականն է, այս պիտի պահպանենք։ Գիտեք, նախկինում երբ ասում էին հայրենիք, այո, դա հայրենիք էր, որովհետև չկար պետականություն։ Հիմա հայրենիքը պետականությունն է։ Պետականություն, հայրենիք։ Խնդրեմ, ամփոփեք Տիկին Ալչաջյան։ Հայրենասիրությունը եւ արժանապատվությունը այդ երկու բառերի միջև կարելի է հավասարության նշան դնել։ Որոշ ուրեմն դեմքերի շատ կարևորագույն դեր ունեցող դեմքերի մենք ուղղակի մոռացել ենք կամ շատ հպանցիկ ենք հիշում։ Երևի մասնագետների, արդեն լուրջ մասնագիտական մոտեցումների մասին է խոսքը, պատմաբաններ, չգիտեմ, հասարակական։ Ինչու՞ չէ նաև գրականությունը, որովհետև այստեղ էլ մենք խնդիր ունենք, մենք բաց թողում ունենք։ Մենք ունենք մոռացված հերոսներ։ Սա շատ լուրջ բաց թողում է, այնպես որ մեր հերոսների այդ ամբողջ աստղաբույլը
լրացնելու ուղղակի կարիք ունենք եւ այսօրվա իմ ամենաճիշտն ասած այսպես մեծ ամփոփումը, որը ես այսպես իմ մտքում դա անում էի, այն է, որ մենք ունենք բացթողումներ, այդ աստղաբույլը լրացնելու կարիք ունի։ Ինձ համար հերոս է 16 տարեկան են պատանին, որը կանգնած փողոցում են թարմ մրգերի հյութերը վաճառում, բայց պարազիտի նման իր ընտանիքի միջոցները չի մսխում։ Ինձ համար հերոս է տղան։ Ինձ համար պետք չի վերամբարձ ինչ-որ բաներ հորինել։ Ինձ համար հերոս է դա, քանի որ ակադեմիական շրջանակներից է դուրս եկել, ակադեմիական տերմին է դարձել քոսոդ աշխատավարձով Հայաստանի Հանրապետությունում ապրող եւ աշխատող գիտնականը։ Ինձ համար այդ հերոս է։ Շկարիկ կա շատ բարձր եւ ճոռոմ փաստարկներ գտնել հերոսականությունները ապացուցելու համար։ Իսկ այն դիտարկմանը թե այդ արժեքները մենք տանք, ես համաձայն եմ։ Մշակույթը ինչ որտեղ պիտի պարտադրվի, այո։ Մշակույթը դա այն իրողությունն է, որ պիտի պարտադրվի։ Վաղուց անցել է այն Ժան-Կլոդ Վան Դամով կամ հնդկական փողոցի ֆիլմերով հայկական մշակութային եւ քաղաքապարական միջավայրը լցնելու ժամանակները վաղուց անցել է։ Պետք է տալ մարդուն, երեխային, դեռահասին, աշակերտին ու բուհում սովորող ուսանողին ընտրության հնարավորություն։ Գուցե այս հաղորդումից հետո մեր կրթության համար պատասխանատուները լուրջ հետևություններ կանեն եւ հնարավոր կլինի այդ բացթողումը, որը մենք այստեղ արձանագրեցինք, լրացնել։ Պատմության դասեր, ինչու նախաձեռնեցինք այս հաղորդումը, որովհետև խնդիր ունենք վերհանելու այդ բացթողումները եւ հիմա, երբ ունենք պետականություն, հնարավորություն գտնելու դրանք լրացնելու, որովհետև առանց դրանք լրացնելու մեր պետականությունը ուղղակի վտանգված է։ Առաջնորդվենք պետության ու ազգային շահով։ Ահա սա է այն առաջնահերթությունը, որ բոլորիս գործն է իրագործելը։ Շնորհակալություն, դուք դիտում եք պատմության դասերը, մենք եթերում ենք յուրաքանչյուր երեքշաբթի եւ չորեքշաբթի ժամը 23-ին, ակտիվ ենք նաեւ վիրտուալ հարթակում, այցելեք Շանթի պաշտոնական Facebook-յան էջ, թողեք ձեր գրառումները, մենք դրանք կկարդանք, կամփոփենք, կվերլուծենք ու կարձագանքենք դրանց։ Շնորհակալություն, հաջողություն։